Եվ այսպես ուշադրություն կտրուկ լարվեց ռուսների եւ ամերիկացիների հարաբերությունները, այդ որ ասում են Թրամփը եկել է ռուսների համար ամեն ինչ լավ է լինելու, պատերազմը ռուսներն են հաղթելու, ցույց տվեց Թրամփը, որ այդպես չի լինելու եւ ոչ ավարտվեց այս պատերազմը ռուս-ուկրաինական, ոչ մի բան տեղի չունեցավ աշխարհում որևէ մեկ այլ պետության համար, որ կլներ դրական փոփոխություն։ Նույնիսկ այսօր Ամերիկայի քաղաքացիները միլիոնավոր մարդկանցով դուրս են եկել փողոցներ եւ պահանջում են Թրամփից, որ իր վերջին որոշումները կրկին վերանայի։ Նույնիսկ իր թիմակից Իլոն Մասկը նրան կոչ է արել, որ մաքսային քաղաքականությունը փոխի եւ այդ որոշումը վերանայի, որովհետեւ դա ոչ միայն ամբողջ աշխարհին է վնաս պատճառելու, այլ նաեւ հենց առաջին հերթին Միացյալ Նահանգներին։ Այդ երկրները կդադարեն առևտուր անել Միացյալ Նահանգների հետ։ Միացյալ Նահանգներում կամ լինելու է բավականին մեծ գնաճ, կամ լինելու է ապրանքների ճգնաժամ։ Օրինակ, տարբեր տվյալների համաձայն Հայաստանից տարեկան 50 միլիոն դոլարի ապրանք է տեղափոխվում Միացյալ Նահանգներ, դա բնականաբար Լոս Անջելեսի մեր հայրենակիցների համար հայկական պահածոները, հայկական ապրանքները գնում են այնտեղ, բայց մենք մի բանով լավ ենք պրծել, որ մեր նկատմամբ Թրամփը սահմանել է 10% մաքսատուրք։ Հերիք չի Թրամփը ասում էր ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է դադարի եւ ինքը որ ընտրվեց մեկ օրում, մեկ շաբաթում դադարի այդ հակամարտությունը ավելի է թեժացել, բայց նաեւ խոսք էր գնում հայ-ադրբեջանական հակամարտության մասին, որ նաեւ պետք է այս պատերազմը վերջանա եւ բոլոր պատերազմները մեկը չկա Ալիևի վզից բռնի, ասի խաղաղության համաձայնագիրը, որ ամբողջությամբ համաձայնվել է, ինչի՞ չէ ստորագրում, արի ստեղ եւ պատժեն Ալիևին։ Հերիք չի չեն պատժում, մի բան էլ ֆինանսավորում են ադրբեջանական այն ավիաընկերությանը, ներդրումներ կատարելով այդտեղ, որը Ադրբեջանի համար զենքեր է մատակարարում, այսինքն գնում է Իսրայելից բարձում են, բերում է Բաքվում դատարկում են։ Այսինքն սա կոնկրետ Ադրբեջանին ռազմական աջակցություն ցույց տալ է, ներդրումներ անելով այնտեղ, որտեղ որ Ադրբեջանը ունի ռազմական շահույթ։ Եվ մենք միշտ էլ ասել ենք, որ բոլորն էլ իրենց շահերի համար են քաղաքականություն վարում, ոչ մեկ Հայաստանին չի փրկելու Հայաստանի սիրուն աչքերի համար, միայն Ֆրանսիան է, որ այսօր Հայաստանի հետ ունի շահեր, Հայաստանի հետ ունի բարեկամություն, եւ ինչի է միայն Ֆրանսիան։ Ադրբեջանը բոլոր երկրներից միայն Ֆրանսիայի դեմ է պայքարում։ Ամերիկայի դեմ չի պայքարում, որովհետև կարիք չկա։ Ռուսների հետ չի պայքարում, որովհետև ռուսներն էլ մեր դեմ են պայքարում, էլի կարիք չկա։ Ինչի է պայքարում Ադրբեջանը Ֆրանսիայի դեմ։ Վերջերս Բաքվում հավաքվել էին այն տարածքների բնակիչները, որոնք այժմ գտնվում են ֆրանսիական վերահսկողության տակ, այսինքն այդ տարածքներում իշխանությունը Ֆրանսիան է։ Դրանք գաղութացված տարածքներ են, այսինքն ինչ որ մի ցեղ է, որը տարիներ շարունակ, 100-ամյա տարիներ շարունակ ֆրանսիական տիրապետության տակ է եղել, հիմա որոշել են, որ պետք է անկախանան Ֆրանսիայից, Ադրբեջանը ակտիվորեն այդ գործընթացները կազմակերպում է։ Նրանք հավաքվել էին Բաքվում, այդ անկախության process-ները, ինչը որ իրանք կասեն անկախություն, մենք կասենք նաև ահաբեկչության, այդ process-ները սկսեն կամ ինչ-որ ձև կառավարեն դրանք։ Եվ այսօր մենք գիտենք, որ Ֆրանսիան մեր կողքին է։ Ամերիկան եւ Ռուսաստան իրանք գերտերություններ են, երբեք ուժեղին թողած թույլի ձեռքը չեն բռնելու եւ դրանք միշտ էլ այդպեսին են եղել։ Եթե Ռուսաստանը Թրամփին առաջարկեր ավելի լավ շահույթ, քան կառաջարկեր Եվրոպան, հակամարտությունը վաղուց կավարտվեր ռուսական շահերով։ Բայց քանի որ Էմանուել Մակրոնը թույլ չտվեց Թրամփին, որ ուկրաինացիներին մենակ թողնի, եւ Թրամփը մի քանի անգամ փորձ արեց ու հասկացավ, որ Եվրոպայի դեմ դուրս գալը դա բնականաբար Միացյալ Նահանգների շահերին դեմ է, ռուսների հետ այդ բոլոր պայմանավորվածությունները ձախողվեցին։ Շտապ անդրադարձ Ադրբեջանին եւ Միացյալ Նահանգներին մամուլում տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ ադրբեջանական ավիաընկերություններից մեկը, որը Ադրբեջանի համար զենքեր է փոխադրում, ստացել է ներդրումներ Միացյալ Նահանգների կողմից։ Իհարկե սա շատ ցավալի տեղեկատվություն է, եթե համապատասխանում է իրականությանը, իսկ Ամերիկան ներդրում է արել միտեղ, որտեղ որ ադրբեջանցիները
շահույթ ունեն ռազմական առումով։ Եվ նաև պետք է ասենք, որ Starlink-ը, որը Հայաստանում հասանելի է արդեն, արբանյակային ինտերնետի մասն է խոսքը, երկրորդ օրը հասանելի դարձավ նաև Ադրբեջանում։ Այսինքն Միացյալ Նահանգները տարբերություն չի դնում հայերի եւ ադրբեջանցիների միջև, դա նորմալ երևույթ է եւ պարտադիր չի, որ իրանք լինեն մեր գործընկերը եւ Ադրբեջանի թշնամին։ Ինչի պետք է Ադրբեջանի թշնամի լինի Ամերիկան։ Եկեք մի հատ ուրիշ տեսանկյունից նայենք, երբ որ մենք չենք դիտարկի, որ մենք հայ ենք ու մեզ ձեռնտու է, որ Ամերիկան ու բոլոր պետությունները լինեն Ադրբեջանի թշնամին։ Հայաստանը գտնվում է հապկում, Ադրբեջանը չի գտնվում հապկում։ Ադրբեջանը լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, Հայաստանը լավ հարաբերություններ չունի Իսրայելի հետ, եւ նաեւ Հայաստանը իհարկե բնական է եւ բարձր է գնահատում Իրանի հետ իր հարաբերությունները, որը Ամերիկան այդքան էլ չի գնահատում եւ առհասարակ Ամերիկային ձեռնտու է, որ աշխարհի բոլոր պետությունները լինեն Չինաստանի եւ Իրանի դեմ։ Եվ հետեւաբար Թրամփի աշկին հաճոյանալու համար Ալիևը ավելի մեծ հնարավորություններ ու շանսեր ունի իր ստորություններով, քան Հայաստանի Հանրապետությունը, որ ինքը չի կարա Իրանի դեմ երբևիցե կամ խոսա կամ դուրս գա, դա մեր ազգային անվտանգության հարցն է։ Հայաստանը ցավոք սրտի մինչև հիմա տարբեր երկրների կողմից ընկալվում է որպես ռուսամետ երկիր, ռսի պետություն, ցավոք սրտի այնքան էին հայ ժողովրդին տարել այդ ճանապարհով, որ հիմա նույնիսկ եթե վերադարձել ենք այդ ճանապարհից, միևնույն է փոփոխությունները տեսանելի չեն։ Իսկ Ադրբեջանին այդքան էլ չեն ընկալում որպես ռսի պետություն, այլ ընկալում են որպես թուրքի պետություն։ Թուրքիայի հովանու ներքո գտնվող երկիր։ Բայց մենք այստեղ ուրիշ բան ենք ուզում ասել, որ այո, Ադրբեջանը մտել է խաղի մեջ եւ այդ խաղում ինքը պարտություն է կրելու։ Երբ որ եղավ Իրանի դեմ հարձակումը, որը ամեն օր Թրամփը սպառնում է, որ կխփի Իրանին, Իրանը հարված հասցնելու է բոլոր այն հարևան պետություններին, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ կամ կաջակցեն Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Սա պաշտոնապես է Իրանը հայտարարել։ Հետևաբար Ադրբեջանի ղեկավարությունը պաշտոնապես դառնում է Ամերիկայի դաշնակիցը, երբ որ այսօր սկսել են համագործակցել տարբեր ոլորտներում Ամերիկան ներդրումներ է կատարում եւ այլն եւ այլն, Ամերիկան Ալիևից պահանջելու է Իրանի դեմ հարձակում։ Ալիևը հարձակվեց Իրանի դեմ կոչնչացվի, չհարձակվեց Իրանի դեմ կոչնչացվի։ Այսինքն ինքը որևէ երկրորդ տարբերակ սկսում է չունենալ։ Իսկ մենք Միացյալ Նահանգներին էլ բոլոր երկրներին էլ զգուշացրել ենք, որ մենք Իրանի դեմ որևէ քայլի չենք կարող գնալ։ Դա մեզ համար կարմիր գիծ է եւ երբևիցե մենք այդ կարմիր գիծը չենք հատելու, ինչ ուզում ա լինի։ Եվ դրա համար